Երեխեք հավատացեք մեղք եմ, ես գիտեմ որ վատ է, գիտեմ ջեթլագը ինչ բան է, բայց ես ժամանակ չունեմ ջեթլագի, որովհետև բայց միևնույնն է ես չեմ հասկանում, դա քո օրգանիզմն է թե ուղեղը, որ դու կարողանում ես։ ուղեղը Քո հետ կապված մարդ ինչ ուզի կարա մտածի։ մոմոտ գիտի որ սալոնում ես աշխատելու։ Կոկտեյլը թթված էր։ Ու իմ տղան 14 տարեկանում միանգամից դարավ 53։ Արի վերջապես մի հատ խոսենք այդ ամենամեծ փուչիկի մասին։ Ունենց էր տարածը, որ ես ամեն օր ցենով լացում եմ, ուզում եի թողես մասնագիտություն։ Բայց մեկը ասում ես ով է, ուր է, ու այդ մարդը չկա։ Չգնաք իր մոտ։ Ես գիտեի արդեն կախարդ եմ։ Քո աղջիկները թարախ չունեն։ Ու ոչ մի տղամարդ չի ուզում այդ աղջկա իրեսին նայ, որտեղ արդեն ճաշ է։ Այդ իրանց կյանքա տալիս։ Ինչի վատ է դա։ Այո, վատ է։ Ուր է այդ հարցը։ Իրան թվում է ես իրը նշանացնում։ Ինչ է դա։ Ասի ես պատրաստ եմ դա դիտամ։ Այն մարդուն, ովի մասին ես ստուտուլր տարածում է։ Միրոպե, սպասի։ Շատ սիրուն են սեղը։ Սա դե չխայնացավ։ Ես վրանում եմ խոսում ես, բան մերին մի քիչ ավել արու։ Զգացիր դուրը տեկավ։ Գիտես ինչի դա որտեղ սա բեր, ակը կորես։ Գնացինք։ Ագջան, բարի վերադարձ։ Շնորհակալություն Արև ջան։ Երբ մարդ տարին մի քանի անգամ է գնում գալիս, երկու երկրներում էլ ունի տուն, այդ բարի գալուս, բարի վերադարձը դեռ ակտուալ է մնում։ Իմ ընկերները գիտես ինչ ձև են, առաջինը դու, Էմիկը, կապ չունի ես 10 անգամ կգամ, թե 2 անգամ կգամ, միևնույն է, նույն ձևի ուրախանում են, նույն ձևի փորձում են անընդհատ ժամանակ փոխեն, որ ինձ հետ անցկացնեն։ Ագ ես այսօր ունեմ մի ցանկություն, շատ մեծ ցանկություն, ես ուզում եմ, որ այսօրվա մեր ոդկասթի ընթացքում ես կարողանամ, մենք կարողանանք քեզ ներկայացնել այնպիսին, ինչպիսին որ դու կաս, ինչպիսին ես արդեն շատ երկար տարիներ ճանաչում եմ քեզ։ Համոզված եմ, որ նահանգներում էլ են, որ քո տեղ ունես, քեզ այնտեղ լավ է, բայց դու այնքան երևանցի ես։ Ոնց որ ստեղի մի մասնիկ կլինես ու քո բացակայությունը զգացվում է։ Բայց որ այս պահին էստեղ ես, արի սկսենք փրփրունով առաջարկում եմ խմենք տակար էքստրա բրոդ, դու խմի, ես ասեմ, տես ճիշտ եմ ասում, զգալու ես, հլեղկում, մրգեր, դիտրուս, ու սիրուն փրփրուն հատիկներ։ Ես գիտես չէ ամենաշատը խմիչքներից սիրում եմ փրփրագին։ Ես գիտեմ եւ երբ դու գալիս էիր, ես գրեթե համոզված էի, որ դու հենց փրփրուն ես ընտրելու։ Հենց հետաքրքիր է դու այն մարդն ես, որ առավոտյան 6-ից տարիներ աշխատում ես, շատ հաճախ ես այդ ժամից աշխատում, բայց նաեւ եթե ունես մի գրամ հնարավորություն կես ժամով գործից դուրս գալու, այո, դու գնում ես այդ սիրուն նախաճաշը փրփրունով ունենում ես։ Ես փորձում եմ իմ տրամադրությունը բարձր պահել, որովհետեւ ունեմ մի հատ վարակիչ բնավորություն։ Աղջիկները նույնիսկ ստուդիայի, նույնիսկ ընտանիքիս անդամները ասում են, որ ագան տրամադրություն ունենում, բոլորին է բարձր ալինում, որ ագան չի ունենում տրամադրություն, բոլորին է գցում է։ Դրա համար ես փորձում եմ անընդհատ իմ տրամադրությունը բարձր պահել ամեն կերպ։ Հիմա ես ուզում եմ նաև այսօր մենք քեզնից սովորենք, փորձենք սովորել ինչպես է կարելի այդքան կառավարել մարմինդ։ Ես գիտեմ, որ դու հաճախ ունենում ես գլխացավեր, ես գիտեմ, որ այդ թեք դիրքով 12 ժամ աշխատելը բնականաբար առողջության վրա իր հետքը թողնում է։ Ես ուզում եմ հասկանալ, ոնց ես դու կարողանում կառավարել քո մարմինը եւ ցանկացած պահին ունենալ այդ ուժը, վազելու, ուրախանալու, չգնալ տուն, չփորձել հանգստանալ։ Գիտես, շատ եմ մտածում, որովհետեւ հիմա այնքան շատ են ասում, չգիտեմ ինչ։ Աչքով չտանք, առաջ չգիտեմ չէին նկատում կամ հիմա որ social media-ն ակտիվ է, արդեն տեսնում են քո իրական կյանքը ձևը։ Իրականում ճիշտ ես ասում, շատ անգամ որ ցույց ենք տալի Instagram-ում, Instagram-ից այն կողմ ուրիշ պատկեր է կա, այն որ առավոտյան ես միգրենի խնդրում եմ ամուսնուս, ասում մի հատ միգրենից տեղը դուր շուտ խմում, որովհետև պիլատեսի եմ։ Ակտես դու էլի ասում ես պիլատես, որը այսօր է, 20 տարի առաջ պիլատես չէր, հաճախորդ էր։ Հաճախորդը քեզ սպասում էր։ Հաճախորդ լիներ, ընկերուհի լիներ, այսինքն այդտեղ կապ չուներ գումարը։ Այդտեղ կապ ունի, չգիտեմ, ինչ որ մեկին մի լավ բան անելը։ Իմ մոտ ազարտ է, ինձ թվում է կյանքը այնքան կարճ, այնքան հետաքրքիր է։ Փոքրուց միշտ ինձ թվացել է կյանքը այնքան կարճ է, ես պետքա հասցնեմ։ Ու անդադ դրա համար ասում ես օրը պետքա քամեմ։ Բայց հիմա մեկ ուրիշը կմտածի օրը պետքա քամեմ, պետքա ուղղակի վայելեմ։ Իսկ դու օրը պետքա քամեմ, առավոտյան 6-ին, ինչի արդյունքում միգուցե ողնաշարի խնդիրներ այսօր ունես, դու կռացած, մի կողմի վրա կռացած աշխատել ես 12 ժամով։ Հասկանում ես, այդ մենակ այդ չի, այդ ուրիշ մի բան էլ կա այդտեղ։ Ես միշտ մտածում եմ, որ Աստված հնարավորություն է տալիս բոլորիս։ Մեկին շնորհք, մեկին, չգիտեմ, ուղեղ, ամեն մեկին տարբեր բան։ Ասում եմ ես որ
չանեմ, Հա։ կդառնամ սրբապիղծ ու էլ Աստված ինձ իմ ձեռից կխլի, որովհետև այդ իր ձեռքում է։ Ինչ հետաքրքիր է։ Անընդհատ տենց բաներ եմ մտածում, անընդհատ ասում եմ, հանկարծ չմեծամտանամ, հանկարծ այս չանեմ, հասում որովհետև որ վարքյանն ուզենա ձեռքից կառնի մարդու իր շնորհքը, տաղանդը կամ այդ փող աշխատելու ունակությունը, ամեն ինչ։ Ու ես անընդհատ այդ վախը մեջս է միշտ։ Բա ինչ հետաքրքիր է։ Դա համար ես չեմ մտածում առավոտյան 5-ին օրինակ որ արթնանամ, հարսա թե սովորական մեյքափ, ընկերուհի է, թե մոդել։ Ու ասեմ Ամերիկայում երևի ամենաշատը մոդել ես եմ անվճար սպասարկում մեր ստուդիայում, որովհետև ամեն մեկը երեխա ունի չկամ, բա ես միշտ sense կամ, ես միշտ կամ։ Երեխաք ասում են դու չես քնում, երբ զանգեն, երբ գրեն դու միշտ կաս։ Դու այնքան իմ համար շփվող ես ու սիրում ես որ քո կողքը լինեն մարդիկ։ Սիրում ես գույներ, ակտիվություն։ Իսկ չի լինում այն պահը, որը բոլորից մոտ գրեթե լինում է, այն որ վերջ ուզում եմ լռություն, մարդ չեմ ուզում տեսնել, հանգստություն եմ ուզում, թե դա քո մասին չի։ Չէ, իմ մասին չի։ Ու հետաքրքիր է որ տարիների հետ էլ դա չի լինում։ Գիտես չէ, որ մենք Ֆլորիդայում էինք ապրում, որտեղ վաղը փոխվեցինք Ֆլորիդա, դե սկզբում այդ մի հատ մեծ քաղաք է Ջաքսվիլ, բայց շատ քիչ բնակեցված։ Ու այդ քաղաքը համարվում է շատ մաքուրով, տանտառներով, դե Միքոն շատ էր սիրել ու ես ասացի Միքո, եթե ես 2 ամիս այստեղ մնամ, ինձ թվում է ես մեռել եմ, մոռացել ես թաղես։ Ասում ես ինչ հանգիստո չէ, ասում 70-ից հետո կգամ։ Ինձ թվում է դու 70-ից Բայց ինքը ինձ ասում է դու 70-ից հետո էլ չես գա, հա չէ։ Հիմա Ամերիկայում որ լինում ես, ի՞նչն ես կարոտում։ Դե հարազատն բնականաբար պիտի կարոտես, դա չի քննարկվում, բայց հավատում ես ամեն ինչը։ Գիտես չէ, որ առաջ ասում էին սամալյոտ իջնում Հայաստան լացում ես։ Ես նույնիսկ այն ժամանակ որ ապրում էի ստեղ, ինձ էլի туриզմի կյանքով էի ապրում, որովհետև ես ամեն վայրկյան վայելում էի Հայաստանը, Երևանը։ Երևանը Հայաստանը առհասարակ, բայց ամեն վայրկյանս էի վայելում։ Հետաքրքիր է, չէ՞։ Ու միշտ ասել եմ այդ արտահայտությունը։ Ասում երեխեք, ես ապրում եմ ստեղ, ես նույնիսկ չգիտեմ որ գնալու եմ, բայց ասում եմ ես տուրիստների են ով որ նո կյանքի բերումով ստեղ չի ապրում, ասում ես իրանց նման վայելում եմ։ Քո երազանքի ապագան Երևանում է, չէ։ Երազանքինը միգուցե ես հա շատ ինձ Երևանցի եմ համարում, այն որ ասում են որտեղ վերջնական որ կորոշես ապրել, ասում չեմ կարող ասեմ, որտեղ կյանքը կտանի, նա կմտածեր որ ես Ամերիկայում կապրեմ։ Քո հետ կապված մարդ ինչ ուզի կարա մտածի։ Կարող Մարսել Ոնց որ ասեմ մի օր ոնց է Մայամից չէ, մի օր Ֆլորիդայից տեղափոխվեցի Իսկ հակառակը նահանգներում ինչն է որ շատ է դուրդ գալիս։ Նահանգներում մի հատ ազատության sense բան կա։ Մեծությունն է։ Չեմ կարող ասեմ, բայց շատ է դուրս գալի։ Օրինակ որ իջնում sense շունչս բացվում է, երևի որ LA-ում անավանդ շատ բարձրարկ բանը շենքեր չկան, ճանապարհները լայն են։ Հետո դու կարողանում ես քեզ անջատես, չլսես։ Գիտես, ես նեգատիվ ոչ մարդկանց եմ սիրում, ոչ նեգատիվ լուր եմ սիրում։ Ես լուրեր չեմ։ Մենք գժվում ենք նեգատիվ լուրերի ու մարդկանց։ Չէ, չէ, հասկանում եմ ինչ ես ասում, հասկանում եմ։ Իրականում ոչ մեկը չենք սիրում։ Բայց մարդկա օրինակ կարա կուլտուրայից ելնելով լսի, թեկուզ մեկը բողոքում է ինչ-որ մի բանից։ Ես չէ։ Ոչ սիրում եմ բողոքել, ոչ հա սիրում եմ։ Չէ, լսում եմ, բայց երևի չգիտեմ ինչ ես անում, բայց դու ֆանտաստիկ լսելու ունակություն ունես։ Դու քո հաճախորդներին այնքան ես լսում։ Հա, բայց մաքսիմում փորձում եմ անջատեմ ականջս։ Որովհետև հետո մնում եմ այդ վատ լուրի տակ։ Կարող այդ մարդը մոռանա, ես չէ։ Ակ դու ընդհանրապես այնքան հարմարվող ես, փնթփնթան չես, ու քո ամենալավ կողմերից է դա նաև ես հասկանում եմ, որ դա մարդու բնությունն է, այսինքն շատ-շատերն են, չէ՞ ուզում լինել այդպիսինը, բայց նենց չի, որ բոլորիս մոտ դա ստացվում է ու քո կյանքի պատմությունը իրականում այնքան երկար է եղել եւ ոչ միշտ հարթ, բայց ցենց եկել ես վարդակույն հակած, թեթև ժպտում ես, ես երբեմն մտածում եմ, որ քո կյանքի պատմությունը իր բոլոր ցենց էտապներով, բարդություններով ես ավելի եմ հիշում, քան դու, այդքան թեթև ու ցենց հավես մարդ ես դու։ Հիմա ուզում եմ հասկանալ այս տարիների ընթացքում որ պահերն են քեզ համար եղել շատ վաու եւ հակառակը շատ դժվար։ Միակ բանը որ կոտրվում եմ, այդ որ հարազատներից մեկին ինչ որ մի բան է լինում, փարկաստում իշտ լավ ավարտ է ունենում, իսկ վաուն էնա որ ես իմ կոմֆորտ, իմ ստեղծած արդեն սիրուն, իմ ձևով ստեղծած սիրուն, արդեն այն որ սենց հարմարված կյանքը թողեցի եւ մեկնեցի ԱՄՆ,
Կարծում եմ այդ շատ ստրեսային էր, բայց մեկնեցի զուտ երեխեքիս ուսման։ Հա, չէ, դա որպես ստրեսային ես ասում, Չէ, որպես wow եմ ասում։ Էսի wow-ն է, Ահա։ որ իմ տղունը ստեղ ստիպում է որ սովորեր։ Դա երեխա է, չէ՞, որ նայում է որ մեկը սովորում է, մեկը չի սովորում, չգիտեմ։ Կամ մամա, էս արա, մամա այն արա ու որտեվ հասկանում էր որ մաման լիքը բան կարա անի, Այո, ինչ որ հարցեր բաներով լուծող մաման։ կարա իրան օգնի, հա, ինչ որ հարցեր, ընկերներ են կամ ինչ որ մեկը բան։ Մենք մեկնեցինք Ֆլորիդա ու իմ երեխան տեսա որ իր մաման ոչ մի բան այնտեղ, այսինքն ոչ ճանաչում են, դե քաղաքսկի հայել չկա, ոչ ճանաչում են, որ ոչ մաման լավ անգլերեն գիտի, ոչ մի բան չի կարում անի, մաման իրանից է կախվել ու իմ տղան 14 տարեկանում մի անգամից դարավ 53 Այնքան էս մի տեսակ հասունացավ ու սկսեց ստեղ մեր հորցերը լուծել, տղաս էլ աղջիկս էր, բայց աղջիկս դա աղջիկ կազմակերպված էր, այդքան չզգացի այդ վաու տարբերությունը ու հիմա ու տենց ձգտելով արագ գնում է առաջ ու սենց որ կողքից նայում եմ, այ հիմա այդ սենց այդ վաուն, այդ որ սենց հպարտությունը ասում փաստորեն սրա համար էր որ եկանք Ամերիկա ու վաուն հիմա մենակ զգում եմ իրանց վրա։ Պատկերացեք իմ վրա ոչ մի վերելք, ոչ միայն իմ ձգտած երազանք, որ իրականացել է, տենց չեմ վայելել, ոնց որ հիմա իրանց ձգտումն ու ձեռքբերումները։ Նույնիսկ այն որ լսում ես, որ ինքը գնացել է հիմա այսինչ ասոցիացիայի մեջ է, որը շատ մեծ բան անում հայերի համար ու ինքը դրա մեջ ավելի առաջ է գնում, ձգտում է առաջ գնալ, ասում է գնամ առաջ, որ հայերի մասին ստեղել ճանաչեն, այդտեղ հպարտություն եմ զգում։ Իմ վաուն երևի է դա։ Այնքան լավ երեխեք ես դաստիարակել, այնքան բարի են քոնոնք, շատ բարի են, միշտ այդ ֆիքսում եմ ու նաև հետաքրքիր է որ դու իրենց շատ երիտասարդ տարիքում ես ունեցել ու միշտ հումորներ էինք չի անում որ ձեռի հետ մեծանում էին ու ես էլ միշտ ասում եմ քո բախտից այս երեխեքը այնքան հարմար երեխեք են այն որ վերցնում էին մի քանի օրական այն որ մենք ամիսներով այտենց դողում ենք երեխեքի վրա դու շատ հարմար նաև մեծացրել ես եթե ավելի ուշ ունենայիր երեխեք էլի տենց մամա կլինեիր թեթև Ինձ թվում է չէ քոն մամա կլինեի հա կբարթանայիր հա ավելի կենտրոնացած երևի էտել է որ փոքր տարիքում էի շատ զբաղված էի բանով որ ստեղծեի իրենց մի հատ այն պատկերացրած աշխարհը որը ես երազել եմ ես միշտ ուզում էի օրինակ որ անդադ շրջագային աշխարհը ճանաչեն իրենց աչքերով Չէի մտածում տանեմ ծով պարզապես պարկի արևի տակ ինքը վայլի, այլ մտածում էի թող մի հատ երկիր տեսնի իր մոտ Միրավազրինյան փոխվի այդ աշխարհայացքը։ Ինչ էր ասում էի ու ես միշտ ձգտում էի լավ կյանքի, միշտ, իսկ լավ կյանքի համար չէի կարող պարտադրել ոչ իմ ծնողին, ոչ ամուսնուն, ոչ մեկին։ Միշտ ես փորձում ինձանից դու շատ պահանջեմ, հա։ Կարող է շատ անգամ ինձ շատերը ասում են շոտ ես աշխատում, շոտ ես քեզ կոտորում, մամաս էլ է միշտ ասում, ամուսինս էլ է միշտ ասում ասում որտեղ պատկերացրածս բաներ կա որ դեռ ուզում եմ ունենամ, ոչ թե ունենամ որպես կապիտալ, այլ տեսնեմ, վայելեմ։ Հենց դա է որ դու նենց ես անում, ոնց որ այդ ամենը շատ հեշտ է, իրականում ոչ մի բանը այդքան հեշտ չէ։ Այդքան հեշտ չէ երկու երկրներում ապրել, աշխատել, ունենալ սալոններ, հարաբերություն պահել, այդ ամենը հեշտ չի։ Ու հիմա դու ասում ես, խոսում ես քո պլանների մասին, ցանկությունների մասին, ու այդ ցանկություններն ասում են քեզ, որ առավոտյան 6-ին արթնանալը իհարկե դեռ ակտուալ է, ու պետք է անես, ու անում ես էլի տենց, նույն ձև, թեթև ու ուրախ։ Եթե նպատակդ շատ քո համար թանկ է, դու ոչ մի խոչընդոտ պետք է չնկատես։ Հիմա ինձ պետք է օրինակ գնալ էս անել։ Չեմ նայում դժվար է, ընկած, ցաված, միգրեն ունեմ։ Եթե ուզում եմ այդ этаպում ես ունեմ նամ գեղեցիկ օրինակ կազմվածք, ինչ լավ տեղ ունեմ գնալու, չեմ նայում այդ դիետան ինձ ներվայնացնում է, չէ, ոչ ման ինձ չի ներվայնացնում, որտեվ ես ունեմ նպատակ, այն է իմ համար կարևորը։ Ու ամենակարևորը որ քո մեջ միշտ ապրում է երեխա, տարիները անցնում են, այդ երեխան մնում է, հետաքրքիր է դու զգում ես դա ու կապը տենց նույն ձևի միշտ մնում է, թե տարիների ընթացքում փոխվում է։ Ես զգում եմ, որ իմ տարիքից փոքրները իմ համար մեծ են։ Հա։ Նույնիսկ ես ընկերներն եմ 5-6 տարի ինձանից փոքր, իրանք գիտեն, իրանք ինձանից մեծ են։ Այդ պահերին զգում եմ։ Մեկ ես զգում եմ, որ ամուսինս գիտի, ես միջև մա իրան նշանացնեմ։ Հա, ոչ ոք չի պահանջում, միշտ ինքը գիտի, ես որ ասում արի տեղ գնանք, ով ասի արի տեղ գնանք, ով չգնա, հենց ես ասեմ կվասես ինձ։ Իրան թվում է ես իրան նշանացնեմ։
տենց բայրից զգում եմ, որ փաստորեն ես տենց իմ ոնց որ ապրելակերպը տենցով մարդիկ տենց են ընդունում են։ Ագեն որ Բաղրամյանի որ սալոնում էիր, Ֆիգարոյում։ Ֆիգարոյում էիր հոնքերը սկսել, հոնքեր հանելը, հա։ Հա։ Առաջին իմ սալոնն է։ Ինչքան գործ էիր ունենում սկզբում։ Ոնց էին իմանում քո Գիտես, մասին։ որ սկսեցի աշխատել, դե ես նախ ծնողներիս աշխատում էի թաքում, որովհետև նո սկզբում չէին հասկանում։ Իրենց ասում են ինչ-որ մի բանը պակասա, որ դու գնում ես աշխատելու։ Որ Ատեքսի դիմացներ, այդ մեր մոդելների իրենց ղեկավարը Օլիայից ընկերներից էր տերը, ասել էր կարա այդ աղջիկը գայի մոտ աշխատի, ոնց որ սալոնում, որ նոր ոնց որ սերվիս մատուցեն, ու այնտեղ նստում էի բոլոր հարցում ով այս աղջիկը, ասում են մեր վիզաժիստ, ասում են այդ ի՞նչ է։ Հետո տենց խելոք գնում էի ամեն օր ունքերը սարքում էի մակիաժ։ Ագայսքն ոչ մեկ քեզ չի սովորացրել։ Չէ։ Ես դե հագուստի դիզայներ եմ, ոնց որ մեջից փոքրուց միշտ Բայց այդ հոնք անելը հա, չէ, ոչ մեկ չի սովորացրել, ոչ մեկը, որովհետև այն ժամանակ չկարել։ Ու որ սենց սիրուն նստում էի, սենց մարդիկ գալիս են սպասարկվելու, ասում են ով այս աղջիկը, բոլորին հետաքրքրում է, պրոստը նստած ասում են մեր վիզաժիստն է, բա ինքը ինչ է անում։ Ասում են դե հոնքեր անում, մեյքափ անում, ու իրաց մոտ ոչ մի էմոցիա չէր առաջացնում, որովհետև չէին պատկերացնում այն թվերին մեկը փող տա, գումար վճարի, ինչ որ նման պրոցեդուրայի համար։ Ու իմ հետ զուգահեռ երկու կոսմետոլոգ աղջիկ կար, իմ նույն տարիքի։ Երեքով միասին ենք սկսել։ Ու մեր մեջ ոնց էր այս մրցակցությունը ոչ վատ։ Լավով, թե ով կարա շուտ հաճախորդ հավաքի։ Ու պատկերացնում ես, դե կոսմետոլոգին ավելի հեշտ էր, որտեվ կարային գային օրինակ մազա հեռացում անեին, չէ՞, այն ժամանակ մոդա էր այդպես ոսկերով։ Կամ ինչ որ մասկա դնեին։ Ես նոր եմ, որ ոչ մեկ նույնիսկ չգիտի այդ բառը։ Ես ինչ էի անում։ Երեք իմիջիալից էլի նման սպիչի ասում ինչ էի անում։ Ոչ ինտերնետ կա, ոչ մարդիկ գիտեն դա ինչ է։ Սիրուն ունքերս հանում էի, մեյքափ էի անում, գնում էի կողքի խանութներ։ Գնում էի խանութներ, որ աղջիկները ինձ տեսնեն, մի բան առնում եմ, ասում էին «Ո՞й ինչ սիրուն է ձեր հոնքերը»։ Ու այդ գիտեք որ ժամանակաշրջան էր, որ աղջիկներն հոնքերը կլոր էր 30 տարի առաջ։ Այն կլոր։ Բայց ինչ մարքեթինգ է արել։ Երեք հենց մարքեթինգի այդ միջազգային ֆորումին էի, հենց այդտեղ էի ասում։ Ասում էի, մեկը ասում էին ով արի, ասում են ես կողքն եմ աշխատում։ Վայ որ գամ կանես, ասում իհարկե, դե որ մեկը եկավ, արդեն գիտեմ ես վստահ եմ, որ արդեն մի այդ կդառնա զրոներով արդեն այդ հաճախորդը։ Ընդամենը ես 17-18 տարեկան էի։ Ես այտենց հավաքեցի հաճախորդ։ Ու ընդամենը մի քանի ամիս հետո բոլորը արդեն ճանաչում էին, բայց ինչն էր բանը, որ անդադ կոտրում էին։ Որ ես մեր տնօրենն ասում էր ոչ օկոճոնով օկոլ փոխտա հոնքեր հանի, այսինքն ոչ մեկ չէ, ոչ թե կոտրում էին, այլ չէին հավատում։ Դրա համար եմ ասում, երբեք մի հավատացեք այն մարդկանց, ովքեր ձեզ չեն ոգևորում։ Միշտ լինի դա ամենահարազատ մարդը, եթե չի ոգևորում, ուրեմն մի հավատա։ Ես միշտ լավին եմ հավատում։ Նույնիսկ աստղագուշակներ էին ժամանակ որ նորաձև էր բոլորս լսում էին կարդում ենք հենց այդ օրը լավ բաներ ասում հավատում էի հենց լավ բան չէր ասում սուտ է այ դու դասական օրինակ ես որ կես բաժակ ջուրը լիքն է դու դրա դասական օրինակն ես որ լավն ես տեսնում ակ այն ժամանակ այդ որ տենց փորձում էիր հաճախորդ գտնել գիտեմ որ շատ դժվար օրեր ես անցկացրել կար երազանք առաջինը քեզ էի զանգում ու էմիկին հենց ներված է այդ արդեն շատ ավելի հետո Կար երազանք, այ ասում էր ես կդառնամ կամ ես կունենամ, ինչ էիր մտածում։ Նախ սկզբում որ ընդունվեցի սալոն աշխատելու, մամաս ծնողներս շատ ոտք տարան, որ չգիտեմ, երևի մի քիչ այն ժամանակ մի քիչ լավ չէին նայում, որ սալոնում աշխատում էր, չգիտես։ Շատ բաներ ուրիշ, իհարկե։ Հա, շատ, չգիտեմ ինչի էր տենց մարդկանց մոտ տպավորված, բայց որ մի բան տպավորվում է, չես կարողանում մեջից հանես, որ տենց չէ։ Ես ասում եմ, ես աշխատել եմ այստեղ, ամուսնանալու եմ շատ նորմալ, պարկեշտ, ճիշտ, որ մարդիկ հասկանան, որ տենց վատ բան չի սալոնում աշխատելը, ոնց որ մարդիկ պատկերացնում են։ Հիմա երիտասարդները կշոկահարվեն, որ կարելի էր մտածել, որ սալոնում աշխատելը վատ է։ Այնքան բաներ։ Հա, ժամանակ չգիտեմ, որտեվ ես է, որ առաջին անգամ պետք է մտնի աշխատել, տենց որ ասում են, բայց տենց ված բան չկա ներսում, բայց մարդկանց մեջ դες տպավորված էր։ Մոմոդ գիտի, որ սալոնում ես աշխատելու։ Ոնց որ անդադ իմ համար մի բան դնում է, ասում է, ես պետք է աշխատեմ ու հասկացնեմ մարդկանց, որ այստեղ շատ լավ ամեն ինչ։ Հետո երկրորդը, ասի ես բացել եմ սալոն, որտեղ տիրելու է թիմային գաղափար, որովհետև ինչքան է մարդ ուժեղ լինի, ես ինքս մենակ ինքնուրույն եմ կայացել։ Ինձ ոչ մեկ չի օգնել, ինձ օգնել են ընդամենը
մեր սալոնի աղջիկներից մեկը Լուսն է, որ հաճախորդ էր տալիս, այտենց մասնակի աղջիկներ, բայց իրականում ինքս եմ ինձ ստեղծել։ Բայց ես ասում եի պետքա թիմ ունենաս, որովհետև ինչքան էլ դու ուժեղ լինես, թիմը դա շատ հզոր բան է։ Դու թիմով կարաս մենակ շուկայում քո անունը կերտես, որովհետև անհատ որպես յուրաքանչյուրի համար դու մեկը էլի այն չես։ Իսկ որ թիմ ես լինում, այդտեղ դու դառնում ես բրենդ։ Դրա համար ասում եմ, ես պետքա թիմային գաղափար, դու թիմային աշխատանք ստեղծեմ, ինձ ասում են, չես կարող, Հայաստանում թիմայինը չի աշխատում։ Ու միշտ օրինակ էին բերում սպորտի մեջ, որ ասում են, բոլորը ուզում են իրան գոլը խփեն, ասում են վրատարն էլ ուզում գոլ խփի, որ անունը հնչի, դա մեր ազգային բանն է, չէ՞, մենք բոլորս սիրում ենք անուն։ Ասում են, չես կարող ձևավորես թիմ, որովհետև բոլորը մեջը անհատ են փորձում դառնալ։ Ասում չէ, եթե դու բոլորին հարգես իր տեղում, մարդիկ չեն ուզենա իրանց անհատը, որովհետև դու իր անհատը չես տրորում։ Պարզապես ինքը իր դերը ունի այդ թիմի մեջ։ Մի պահ ընդհատելով մեր զրույցը, հիմա մտածում էի, ով կարող էր այն ժամանակ մտածել, որ դու կարող ես ունենալ էներգիա, էլեկտրաէներգիա արևից, այսպես ասած դու քո գլխի տերը լինես։ Իսկ եթե հենց այս օրերին Ital Solar-ից ձեռք բերեք 10 կիլովատ հզորության արևային կայան, դուք այն ձեռք կբերեք 8-ի գնով։ Դա նշանակում է, որ կունենաք արևային կայանը ոչ թե 2 միլիոն 100,000 վճարելով, այլ ուշադրություն 1 միլիոն 790,000։ Այնպես որ կարող է այսօր այն կարևոր պահը, որ դուք որոշում եք անցնել արևայինի։ Դու շատ փափուկ ես գործի մեջ։ Դու այն ղեկավարը չես, որ սենց նկատողություն անես, լինես ջղայն, լարես քո աշխատակիցներին, հակառակը դու քո աղջիկներին շատ այդ բառը պետք է ասեմ, դուխ ես տալիս։ Այսինքն քո բացակայությունը նաև իմ համար այն առումով է զգացվում, որ երեխեքը սենց մի քիչ ոնց որ սենց Խեղճանան։ Սենց իրանք այդ ջրի կարիք ունեն, որը դու ես։ Այն որ դու անցնում ես, ասում ես, «Վայ, ինչ լավ էր էս մազը, այդ ստրելկան ոնց գծեցիր», այդ իրանք կյանք է տալիս։ Դա մինուսն է ունի, իր բացասական կողմն էլ ունի Արևջան իրականում, որովհետև այն ժամանակ ես դեռ չունեի իմ ստուդիան, ես աշխատում էի ուրիշ սալոնում ու նույն բանը այնտեղ էին ասում։ Ես որ գնում եի գործ, երեխեք ասում են, որ դու գալիս ես լցվում է, որ դու այդ օրը չես գալի, ոնց որ սալոնը դատարկ կլինի։ Հələ այն ժամանակ ինչ որ ընկալելի էր, բայց հիմա որ շատ են ասում, նեղվում եմ արդեն։ Հա, որ դու չգիտես ոնց կիսվես։ Հա, չգիտեմ ոնց կիսվում, ինձ ասում են, «Ոյ, որ տոսորով ես գոլի մեղք չես, երեխեք հավատացեք, մեղք եմ»։ Ես գիտեմ, որ վատ է, գիտեմ ջեթլագը ինչ բան է, բայց ես ժամանակ չունեմ ջեթլագի, որտեղ բայց միևնույնն է, ես չեմ հասկանում։ Դա քո օրգանիզմն է, թե ուղեղը, որ դու կարողանում ես։ ուղեղը։ Ինձ թվում է ուղեղից է գալիս, որովհետև ամուսինս էլ ասում է, հա, ջեթլագ չունես, ասեմ մի ժամանակ չունեմ ջեթլագի։ Ես գիտեմ, որ առավոտյան այսքան բան պետք է անեմ ընկերներից տենամ, անպայման աշխատեմ, որովհետև որ աշխատում եմ, ես ոչ թե աշխատում եմ այդ բան գումարի համար, այլ աշխատում եմ, որ սալոնի ակտիվությունը ապահովեմ։ Ասում ժամանակ չունեմ։ Իսկ որ մարդը ժամանակ չունի, ինքը ժամանակ չունի էլ տենց բաներ մտածելու։ Ինքը փորձում է իր օրվա գրաֆիկը տեղավորել իր օրվա մեջ։ Ինձ հետաքրքիր է մեծ դիտողները ինչ են այս թեմայով մտածում, որովհետև իմ շրջապատի կանանց մեծ մասը, լինեմ ազնիվ, նաև ես, ժամանակի հետ շատ ենք սկսում կարևորել մեր կոմֆորտ տարածքը, ժամանակը, որ այսինքն, չգիտեմ, այսքան էս արեցինք, բայց այստեղ ես պետք է իմ սուրճը, իմ լռությունը, իմ երաժշտությունը, այդ ուրիշ որ կարող է հաճախ դա չի ստացվում, բայց մենք ինչ-որ բաներ կա, որ շատ ուզում ենք։ Ու կաս դու, որ մեր բոլորի նման չես։ Դու ջեթլագով հոգնած 4 օրով կվերկանաս կգաս Հայաստան, կգաս լավ բանի համար ու դա անում ես թեթևությամբ։ Հետաքրքիր է սիրելի մեծ հետևողներ, ինչ եք դուք մտածում ու տարիքի հետ դա փոխվում է թե չէ, որովհետև հիմնականում փոխվում է։ Դու եզակի ես, որ չի փոխվում։ Այդ որ ասացիր կոմֆորտ զոնան, այդ կա, իմը մի քիչ ուրիշ ձև է դրսևորվում։ Ես որ հոգնում եմ, պարտադիր մի հատ պետքա գնամ սիրուն վայր ու սուրճ խմեմ։ Ու կարևոր չի ինչ սուրճը, կարևոր չի ինչ, կարևորը սիրուն։ Հա, իմիջիալից դու այդ առումով այնքան թեթև ես։ Դու այդ առումով էլ ես թեթև։ Օրինակ եմ որ ես ասում եմ սուրճը, ասենց այն 1.5 սառույցը թեթվայնությունը բան։ Ոնց ես հիշում։ Ես հիմա պետքա մի բան ասեմ, օրեր առաջ մենք Երևանյան սրճարաններից մեկում ենք հազիվ այդ 1.5 ժամը դասավորել ենք միասին լինելու եւ որոշեցինք իհարկե կոկտեյլ խմել, նշել, որ ագան էստեղ է։ Կոկտեյլը թթված էր։ Ու մենք 4-ով էինք։ Ու ես նույնիսկ այտենց խմեցի։ Հանգիստ խմեցին այդ կոկտեյլը ու ես էի, որ ասում եմ, այս կոկտեյլի հետ մի բան են չի։ Քեզ համար նույնիսկ խնդիր չի թթված կոկտեյլը։ Դու այդ առումով շատ հեշտ ես, դա
Քո կյանքը Ես հեշտացնում է։ գիտես միակ բանը, որ հեշտ չեմ ու կարամ կապրիզ անեմ, հիմա մի քոն լսի կասի հաստատ։ Ես կարամ օրինակ հյուրանոցի համարը փոխեմ։ Ես կարամ մի օր մեկնեմ հանգստանալ, բայց պետքա լինի էլի սիրուն, անպայման տեսարանը սիրուն։ Երևի ես սնվում եմ գեղեցկությունով։ Հա լավ, բայց որ վատն լինի, ինձ մի աղմուկ չես անի, ոնց որ շատերը։ Չեմ բարձրաձայնի, որպեսզի դիմացինին չվիրավորեմ։ Մի քոին կնեղացնեմ։ Ագիտե Մի ուզում քոին ասի, կնեղացնեմ։ դու ամենաշատը քո կապրիզներով ա տեսնում Միքոն։ Ասում եմ, իքոն ասում եմ, ում վրա նեղանում ես, իմ հետ ես կռվում, ասում եմ, միակ մարդն ես, որ չես նեղանում։ Դա երեխեքս կնեղանան, դու չես նեղանում։ Դա մար։ Հա իր տեսակից է։ Հա, իմ Միքոնը, այն որ ուրախ եմ առաջինը Միքոին եմ ասում, տխուր եմ առաջինը Միքոին եմ ասում, ու որ մեկին սիրում եմ, Միքոն շատ է սիրում այդ մարդուն։ Հենց որ մեկին ատում եմ, ինքն էլ է ատում։ Դու այսքան թեթև ես, բայց միգուցե դրա հենց այտենց ամբողջական փաթեթի մեջ գալիս է նաև այն, որ դու խոցելի ես։ Տարիները անցնում են, ումա թե պետքա էլ չլինես խոցելի, բայց խոցելի ես։ Չէ, խոցելի եմ, հա։ Խոցելի ես ու հիմնականում դա էմոցիոնալ թեմաներից է լինում։ Այդ առումով ինչ որ մի բան, ինչ ես կարծում, փոխվելու է, աշխատում ես քո վրա, թե դու սենսն ես ու այդ է ոնց որ քո բնությունն է։ Այդտեղ էլ եմ երեխա մնաց։ Հա։ Չեմ մեծացել քո ասած։ Լսի, խոցելի եմ, գիտես ինչու։ Որովհետև որ եթե դու փորձում ես միշտ բոլորին լավ անես, ու մի հատ անկոպ սուտ լուր կամ ինչ որ այտենց պրիմիտիվ բան, որ հիմա ասում մարդիկ ասեն լավ, դից բանից կոլոն նեղվել, հա, կնեղվի, ես նեղվում եմ։ Ես սիրում եմ, որ ինձ սիրեն, որովհետև ես ամեն ինչ անում եմ, որ ինձ սիրեն։ Եթե իմ հաճախորդի ծնունդն է, ես պարտադիր պետք է շնորհավորեմ նվեր տամ, եթե ես այդտեղ եմ պարտադիր, դա չի քննարկվում։ Ես հաճույք եմ ստանում դրանից։ Հիմա ապրանքներս արտադրել եմ Ամերիկայում, այն որ երեխեք ասում են, ագայից բանալին պահեք, որովհետև սաղ նվեր եմ տալի, ասեմ ոչինչ, Աստված տվողին տալիս է, բայց իրականում տալիս է։ Ես Աստծուց շատ գոհ եմ, որովհետև իրական Աստված ինձ տալիս է, ես դա անընդհատ զգում եմ։ Նույնիսկ տալիս է այնքան, ինչքան դրանից ավել, քան սպասում եմ։ Հա, ես միշտ փորձում եմ բոլորին ուրախացնեմ, կոմֆորտնի լինեմ։ Նույնիսկ անկորեն դաշտ մեկի մասին չեք կարող վատ լուր լսեք, որովհետև տարածողը ես պետք է լինեմ, խոսացողը ես պետք է լինեմ, ու ես երբեք չեմ խոսա, չեմ տարածի։ Հասկանում ես, որ փորձում եմ անդադ միշտ դրական պայեմ ու մեկը մի հատ անկապ լուր, որ եթե այդ մարդուն բերես, հաստատ չի կարա ոչ ապացուցի, ոչ ասի։ Պարզապես լուր է տարածում։ Այ չեմ սիրում այդ պարզապես բաներին։ Լուրերից խոսեցիր, արի վերջապես մի հատ խոսենք այդ ամենամեծ փուչիկի մասին։ Ուրեմն արի խոսենք, էլի խնդրում եմ։ Դե խոսենք, որովհետև դու լավ տեղյակ ես։ Ես որոշել եմ, բայց միջև է դու չգիտես, միջև էս ինտերնետի դարը, որ դու ասացիր, էդի հետո է այդ բամբասանքները առաջացը։ Ես որ նոր էի սկսել հոնքերի շտկումը, դա այդ կլոր ժամանակների շրջաններ։ Հոնքերով ենք բոլորս։ Հիմա էլ Ամերիկայում է տենց սիրու ռեկլամա գնացել։ Դե մարդկանց կոնտրաստը երևում է, որ դու սենց հոգերը սենց կլորից վերածում ես ինչ որ գեղեցիկ ֆորմայի, ու մարդիկ մեկին տեսնում, վայ ինչ սիրուն է, բանը, չէ, ասում են ինչ դեմքդ փոխվել է, չեն նկատում։ Ասում են հոնքերս ման, վայ ինձ է տարետ աղջկա մոտ, ու ես ընդամենը 10-19 տարեկանի ես ունեի արդեն բավականին հաճախորդներ, լիքը։ Ինչքան էր գումարը վարձը։ 1000 դրամ էր, բայց 500-ը գնում էր սալոնի տիրոջը, 50 էր։ Ու ես շատ երջանիկ եի։ Ես ինչ աշխատում եմ, ես ամեն 500 դրամի շնորհակալություն հատնում այս ու ասում եմ, շնորհակալ եմ, որ դու հնարավորություն ստալի, ամեն օր եմ ասում շնորհակալություն։ Այդ ժամանակ էլ կողքի սալոնից կոսմետոլոգը տարածել էր լուր, ունենց էր տարածել, որ ես ամեն օր ձենով լացում եմ, ուզում եի թողես մասնագիտություն։ Ես խեմ անդադ խոսում սրա մասին, որ ոչ մի սկսնակ, եթե ինչ որ լավ արդյունքի է հասնում, ու իր մասին սկսում է սուտ լուր, ես չեմ ասում արեք վատը ու չխոսեն։ Այդ տարբեր բան է։ Եթե դա անում ես, ուրեմն դու պատրաստ ես քարկոծվես, բայց եթե դու չես անում ու սուտ լուրա, դու պետք է անտեսես։ Ու տարածում էր մի բան, որ չգնաք իր մոտ։ Ես գիտեի արդեն կախարդ եմ։ Ինքը հոնքերը կտրում է, դու գիտեք, քանի մարդ են իրան դատի տվե, ես իմում պապանա իրան ծեծե, ով գալիս է, ինձ ասում են քեզ դատի են տվել, է պուջուր։ Որ լացած գալիս է, չգիտեմ ինչ անեմ, ով ինչ լուրա տարած, ասում ասեց, որ ինքը բանը հոնքերը կտրում է, աճելա հասելա ճակատին, հիմա ով լսում ասում լավ անհետություն, բայց այս նույն պատմությունը իմ համար այդ հորինողը դե բնականաբար կռահել են կովա, բայց էլի անհետություն է, որովհետև ինձ ճանաչողը նման բաների չի հավատա։ Ընդհանրապես այդ նույն այսօրվա հեյթի սկիզբն է եղել, էլի չարախոսություն, իրականում այն ինչ որ այսօր հաճախ կատարվում է, դա հաճախորդ պոկելու բանն է։ Չարախոսություն հասկանում եմ, հետո որ արդեն մարքեթինգի մեջ խորացա, դե գնացի գիտես, մեծ տրեյնինգների էի գնում ու ամեն տրեյնինգից մի բան քեզ ուժեղացնում է, մի նախադասություն, մի կարգախոս։ Բայց ախր արդեն տարիները դու ոչ միայն մեյքափ արտիստ ես,
business woman ես ուժեղ, դու նաև public person ես, այսինքն դու մարդ ես, ով ունի որոշակի հայտնիություն, որը իր հետ բերում է իհարկե լինել քննարկված, սուտ լուրերի կենտրոնում լինել, վատ մեկնաբանություններ, վատ նամակներ, դրան պետք է չէ սովորել։ Բայց չեն գրում վատ նամակներ։ Չէ, դե օքեյ, կարող է նամակ չեն գրում, բայց օրինակ հիմա մեր մոտ Կարան խոսան երևի, բայց հիմա կարող է մենք զրուցենք, բնականաբար հայտնվեն այն X-ն ու Y-ը, որ որոշեն, որ օրինակ պետքա վատ մեկնաբանություն թողնեն մեր այս հանգիստ բարի զրույցի տակ։ Դու սովորում ես դրան, այ քո զենքը ո՞րն է դրան չարձագանքելու։ Նախ կպատմեմ ես այդ հարցի պատմությունը, որ առաջին անգամ լսեցի, հա։ Այո։ Որտեւ դա շատերին է հետաքրքրել է, վատն է, նա հիմա կարծում եմ, եթե որ գրեմ վատ մեկնաբանություն, ես չեմ կարդում։ Հա։ Այդի կարամ ասեմ։ Օրինակ սկզբում որ կարող գրեին այն որ before after-ի տակ կամ չգիտեմ ինչ տակ, ես միանգամից բլոկ եմ անում ու ես միշտ ասում եմ ես անտեսում եմ բոլոր որտեվ վատ կոմենտ գրողը դա ոչ թե ինձ է վերաբերվում, այլ իայությունն է վատը։ Ես ինքս լիքը հպվում եմ վատ բաների, օրինակ գնում եմ ռեստորան, այս ինչ բանը չեմ հավանում, կամ գնում եմ այս ինչտեղը սպասարկվելու շատ կոպիտ են ընդունում։ Երբևիցե ես վատ կոմենտ գրած չկամ։ Այսինքն ես հասկացել եմ, որ վատ կոմենտ գրողը նենց չի, որ ինքը ինչ որ մի բան չի հավանե, վատը գրում է։ Ես միշտ ասում եմ դա իր օրվա մասին է, ու իր օրվա մասին է։ Մարդ ընկալում աշխարհը նենց, ոնց որ իր ներսն է։ Նույն բանը մենք խմում ենք, ես ասում, «Ո՞й ինչ լովն է, ինչ սիրուն է», ինքը ասում, «Ո՞й ինչն է սիրուն», որտեվ իր էությունն է։ Հիմա վատ կոմենտ գրող ինքը վատ մարդ է։ Ինքը վատ էության մարդ է։ Ոնց կարամ ես իր կոմենտը կարդամ ու ինչ որ նեղվեմ։ Հիմա չէ, բնականաբար չեմ նեղվում, որտեվ այդ մարդը, որ վատն է, նեգատիվ է, ինձ այդքան չի հետաքրքրի։ Եթե ասի ինձ սիրող մարդ, որ ասի, օրինակ, այս բանը սենց պետք է աներ, ես սիրով կընդունեմ։ Հաճախորդս ասում, օրինակ Ագաջան անցած անգամ օրինակ սենց արի սենց անեք, ես սիրով եմ ընդունում։ Ու դու ընդունում ես, ես ընդունում եմ, դա բոլորը գիտեն ու ես լսում եմ կարծիք։ Բայց եթե մեկը որ չճանաչելով մի հատ վատ բան գրի, այդ մարդու էությունն է։ Մարդը դժբախտ է երևի, մարդը տխուր է ու ինքը բոլորին է գրում, ագան չլինի, նստած վարդուշալ ինքը նույն ձև գրելու է։ Տարիներ առաջ լսում ենք պատմություն, որը Ագայի հետ այնքան կապ չունի։ Այսինքն Ագային մեկ անգամ ճանաչող մարդը գիտի, որ նույնիսկ կարելի է երևի թե իր վատ կողմերից մեկը ֆիքսել այն է, որ ինքը բոլորի հետ լավ է։ Բոլորի հետ չկա մարդ, որ իրան սալոն մտնի ու Ագան, չգիտեմ ոնց չճանապարհի։ Պատմությունը հետեւյալն է, եթե սխալ լինեմ, ինձ կուղես։ Գալիս է ինչ որ մեկը մեյքափի, դու կեսից իմանում ես, որ ինքը հարս է, եւ որոշում ես, որ ինքը խափել է, որ ինքը հարս չի, ինչ է իր արել, խաչ է իր նկարել վրա։ Իրականում պատմությունը մի քանի հատ եմ լսել։ Ես լսել եմ շատ ուշ այդ պատմությունը, այն էլ ոնց։ Գնացել ենք հարս մեյքափ անենք, ես ու իմ աղջիկներից մեկը։ Ու այդ կինը, այդ տանտերը, իր աղջկա հարսանիքն է։ Մյուս աղջկանն էլ է ես արել, այս աղջկանն էլ է ես անում, եկել ասում Ոգոջանի մոց դոտերի մեջ ես, ասում ես։ Ասում ինչ դոտեր, ասում ու մենք լսում ենք այդ իմ վարսահարդարի հետ։ Մեկ էլ ասում ասեցին ինչ որ հարս է քեզ դոտի տվել, ասում չէ, ինչ հարս։ Ասում բա աղջկա տալը եղել է մի սալոնում մի ստուդիայում, որտեղ այդ մեյքափ արտիստ ասել լսել եք, որ Հա, միշտ տենց է, չէ, պատմություն ինչ որ այսինքն այդ կոնկրետ մեյքափ արտիստը հորինել է։ Ինչ ա եղել, դու ինչ ես արել այդ հարսին։ Ասում է, որտեղ մի քանի տարբերակ լսեցի, առաջինը լսեցի սենց, որ ասում է դու մեյքափ ես արել, ինքը ասել է երեկոյան դիմար, ես նոր եկել եմ Սամեր Խոզամի մոտից, այդ Բեյրութի, գիտեք, ամենահայտնի մեյքափ արտիստն է, ով այդ Լեբանից Բերդինգի հարսերին, շատերին ինքն էր սպասարկում, հատուկ գնացել եմ, թռել եմ, երևի դրա համար այդ հարսի պատմությունը հորինվեց, որ հարսերը տենց ավելի չսիրարվեին ինձ, որտեվ գիտես, այդ ժամանակ հարսերը բոլորը ինձ էին սիրում։ Ու ես գնացի Սամերի մոտից եկել եմ, սենց ուրախ, բոլոր հարսերի երջանիկ, ես երջանիկ ու այդ պատմությունը։ Ասում է, բանը, Ագան, երևի ենթադրել է, որ հարս չլինի, Ագան ինչ կանի։ Երևի այդ ենթադրությունից կարծում եմ, չգիտեմ, լավ ֆանտազիա մեյքափ արտիստ է հորինողը։ Ուրեմն սենց արի, բանը, մի հատ աղջիկ է նստած եղել Ագայի մոտ մեյքափի։ Ասել Ագան ինչ մակիաժ եք ուզում, ինքը ասել է երեկոյան։ Ագան հետո բարեկամը մտել է, ասել է մեր հարսն է։ Ագան բանն արի, թարթիչը կպցել է ճակատին, ծեծել է, ճանապարհել է։ Ես դա ծիծաղացի անցավ, ասեցի вообще, ասեցի ինչ նիրեալնի պատմություն, ասեցի ինչ unreal, даже որ ուզենաս հորինես, տենց մի քիչ շատ ոչ։ Հա, մի քիչ չէ։ Հա, մի քիչ ֆանտազիան զոր են տվել։ Հետո դրանից հետո մեկը գալուց է մեր ընկերներից, ծիծաղալու պատմում, գիտես չէ, նոր մեկը մի բան էր հատում, ասում ոնց։ Իսկն դա պատմությունը տարածվում է։
Ասում եմ մարդիկ կարան հավատան այդ պատմության, ասում ես էլ ծիծաղալով ասի լսի ագան նվեր կաներ, եթե դաժե իմանար այդ աղջիկը իրականում իմ մոտ տարբերվում է մեյքափը հարսի ու երեկոյան, բայց բոլորը գիտեն, որ կարան գան երեկոյան ընտրեն, այդ չես անի հարսի մեյքափ։ Այսինքն դաժե այդ պատմությունը հիմք չունի։ Ինչն է ֆանտաստիկ, այս պատմությունը մենակ քո մասին չի։ Այս պատմությունը անհեթեթությանը հավատալու մասին է։ Ու վերջին տարիներին մենք շատ ենք առնչվում դրա հետ, որ ինչ որ լսում ենք sense պատմություններ, բայց մեկ էլ ասում ես ով է, ուր է, ու այդ մարդը չկա։ Ճիշտն ասած, ես հիշում եմ, որ քեզ էլ զանգեցի Սերգեյ ուսումնասին, այդ ժամանակ ծիծաղում էի, ասում էի, այս պատմությունը էս նորմալ չի։ Ես համարում եմ ինձ այն մարդը, որի մասին իրավունք չունես սուտ լուր տարածել, որովհետև եթե չունեմ ես հիմք, այսինքն չունեմ, չի եղել նման պատմություն։ Ես վստահ ուզում էի դատ բացեի, ասի ես պատրաստ եմ դատի տամ այն մարդուն, ովի մասին էս սուտ լուր տարածում է։ Բայց չես գտնում ով է։ Նայ, չեմ գտնում ով է, բայց դե գիտեմ որտեղից է սկսվել, որտեղ սկզբում ասում էին որտեղից է տարածվում։ Ու այդ աղջիկով պատմել է այդ մեր ընկերներից մեկին, ինքը ասել է ով է իրան պատմել։ Ու ինչն է հետաքրքիր, որ ասում եմ, ախր երեխեք ասում, նույնիսկ այդտեղ ոչ թե ծիծաղալու է, ասում նույնիսկ հավատալն է անհետ։ Ու հետո մեր Ամերիկայում մեր մենեջերը ասաց, որ ինքը ուրիշ մեյքափ արտիստի վրա այդ պատմությունը լսե։ Ասում երեխեք, լսելը ուրիշ բան է, բայց մի քիչ էլ պետք է այդ մարդու էությանը համապատասխանի։ Ես անվճար ասում եմ ամբողջ օրը մոդել եմ սպասարկում, ամեն գումար ծախսում եմ իմ անվան վրա, այսինքն այդ մի քիչ ինձ չսազող բան է, էլի։ Վերջերս լսեցի ինձ ծանոթ աղջիկներից մեկից, ով ասում էր այդ պատմությունը, լուրջ այդ պատմությունը դեռ կա, ինձ թվում է շատ ծիծաղալու է, բայց դեռ կա ու ասեց, հա, ես չեմ ասեց լվացել է դեմքը։ Ու ես ուզում էի հասկանալ դու հավատացել ես, հետո այդ հարսը գնացել ես sense բարելով իր հարսանիքն արե։ Չէ, ես ուզում եմ ուր այդ հարսը։ Ես առաջինը ուզում եմ իմանամ ով այդ հարսը։ Ես այդ ժամանակ էլ էի ուզում իմանալ։ Եվ ես ուզում եմ հասկանալ ոնց կարող են պատկերացնել քեզ, որովհետև դու այն մարդը ես, որ դու չես սիրում վատ հարաբերություններ ունենալ։ Իմ ձեզ այդ գաղտնիքը բաց է մագայի մասին։ Ինքը չի սիրում ոչ մեկի հետ վատ լինել։ Այդ մարդը տենց բանանի։ Լավ, այդ դնենք մի կողմ։ Խնդրում եմ բոլորիս, մեզ էլ եմ խնդրում, մեզ դիտողներին էլ ցանկացած լուր, որը լսում ենք ու մեզ զարմացնում է անհեթեթ է թվում, եկեք չհավատանք դրան առաջին վարքյանին։ Չի կարաս հարցնես, օրինակ ինձ հարցնում օրինակ ուրա այդ հարցը։ Ես այդ ժամանակ ուզում էի բարձրաձայնել։ Այ խնդրում եմ հիմա մեզ եթե նայում եք եւ այդ պատմությունը դուք եք լսել ու մի գրամ հավատացել եք, եկեք միասին փորձենք հասկանալ ուրա այդ X մարդը, ում ճակատին թարթիչ ես կպցրել եւ ում մեյքափը մաքրել ես։ Իրականում շատ են լինում հարցեր, հիմա իմ հարցները հաստատ գիտեն տարբեր քաղաքներից եղել են, որ քրոջս մոտեցել են այն ժամանակ, որ մենք Creative PR Group-ի հետ որոշեցինք տենց սցենար մտածել, որ հարցը գալիս է, օրը սկսվում է սալոնից, հարցերին շատերին դա դուրեր եկե ու դարել էր տրենդ։ Բոլորը ուզում էին մեր սալոնից սկսեին իրենց հարսանիքը ու հարց աղջիկներ կային, որ գումարը չէր բավականացնում, գալիս էին քրոջս ասում էին, գիտեք ես հարսեմ, բայց ուզում եմ ոգոնոնի, բայց այդքան գումար չունեմ, ես ասում եմ, դաժե նույնիսկ միշտ բոլորը գիտեն, որ ասում եմ աստղ նվեր արա։ Այդ բոլորը գիտեն այդ իմ արտահայտությունը, դրա համար ով ասում էր, ասում են դες եթե ագայի ոճով չէ, տագան հաստատ նվեր կաներ։ Ագ ուղակի գիտես հիմա այնքան աղմուկի դար է, եթե այսօր լիներ այդ աղմուկը, այդ անհեթեթությունը։ Միգուցե ես քեզ հենց խորհուրդ տայի, որ արի մի հատ վիդեո անենք, որ գալիս է հարսը վերջում էլ մի հատ ճակատին անում ես այդ թարթիճը ու մենք կուրախանայինք դրա վրա ու կգնար sense viral, բայց այն ժամանակ երևի ավելի լուրջ էինք այս ամենը ընդունում, հա։ Այն ժամանակ ես մտածում եմ միշտ որ մի բան խոսում են, ուրեմն մի բան կա։ Ես ասում եմ չի կարա որ մի բան մարդը որոշ չնի, իր ամասին խոսան։ Մինչև չկպով ինձ։ Հենց կպով ասա երեխեք չէ, իսկ հիմա ում մասին ինչ խոսում են, ես չեմ հավատում։ Չէ, ես վաղուց եմ մինչև չտեսնեմ։ Ես վաղուց եմ հասկացել։ Ես երևի միշտ լուսավոր սենց վարդագույն երկնքում եմ ապրում, միշտ չեմ շփվել տենց շատ տենց տգեղ իրադարձություններին, այդ միակ բանն էր որ այսքան միակ կյանքից վատ էքսպերիենսները եղել է այդ երկու անհեթեթ պատմությունը, որից sense որ չի եղել ու դու sense շոկահարվել ես, ասում ես լավ մորտիկ, ասեմ ոնց, հետո այդ աղջիկը գնացել է իր հարսանիքը շարունակվել է, հետո բա փեսեն, բա ես հետո կանգնած մակիաժ եմ անում, այս ամեն ինչի հետ, այդ սուտ անհիմն ստերի հետ բախվել եմ առաջին անգամ Սիրուշոյի հետ աշխատելիս։ Մինչև այդ ես մտածում էի այքոնման, որ եթե մի բան ասում են, ուրեմն մի բան կա, ու երբ ես Սիրուշոյի հետ աշխատում եմ ու հասկանում եմ, որ չգիտեմ, մենք X երկրում Y համերգն ենք տալիս ու օրինակ գրում են, որ ինքը Z-ում, չգիտեմ ինչ, ուրիշ գործով է, ու բազում անգամներ ես այդ этаպում հասկացա, որ սուտը այնքան հեշտ է հորինվում։
Ու բացարձակ պետք չի որ ինքը իրականության հետ մի գրամ կապ լինի, որ ասենք, այ մի երևի կապ կա, հիմք կար, բացարձակ։ Գիտես ինչից էր Բացարձակ։ արև։ Որովհետև փոքր երկիր ենք, ես հասկացա ինչի լավ տարածվեց։ Դու մի հատ արտահայտություն մի օր արեցիր, որ ասացիր ագան այն մարդն է, որի մասին ինչ լուր ուզեն տարածեն, կտարածվի հեշտ, որտեղ մարդկանց հետաքրքիր է։ Քանի որ շատ մարդիկ չեն ճանաչում է քեզ իմ հաճախորդը, իմ ընկերը, այսինքն չէ մարդիկ տենց են ճանաչում հիմա ինձ։ Ու իրանց չի կարա գտնվի մի հաճախորդ կամ մի ընկեր, որ ասի ագան ինձ վատ է վերաբերվել կամ ինչ-որ մի բան է, այն չի արել լավից բացի։ Այսինքն կարծիքը տարածում այն մարդը, այդ սուտը, որ չի ճանաչում։ Ու դու որ ասեցիր այդ բանից հետո ես հասկացա, այո, սուտը տարածվում է այն մարդու մասին լավ, ում անձը մարդկանց հետաքրքիր է։ Իհարկե։ Որովհետև ես շատ առօրյայից post չէի անում։ Մարդիկ չգիտեին ագանով է ու շատ անգամ որ գալիս են որպես հաճախորդ, նույնիսկ Ամերիկայում։ Ոայ, ինչ լավն ես դու։ Ոսում մենք որ քեզ Instagram-ում տեսնում ենք, գիտենք Բայց բացարձակ։ Լեսի, չէ, ինձ թվում է այդ նկարները, որ ես սենց եմ նկարվում, ինձ այդտենց սիրուն եմ ինձ զգում։ Չէ, ու գալիս են մի բանը ստուդիայում, ես ասում սուրճ կխմեք, ո՞ն ես սենց միշտ ուրախ, հետո ինձ ասում են օխրտ, ոյ, ինչ լավն եք, դուք դրանից դու սենց միցակ մարդիկ սիրարում են իմ աուրային, ասում են, ոյ, ինչ լավն է ձեր մոտի աուրան, ինչ լավն եք, դուք ասում աուրան լավը չներ, ես չէի կա գործի, որովհետև ես պարտադիր պիտի միտեղ կոմֆորտ սենց աուրա լավ լինի, որ դրա համար եմ ասում մարդիկ դրա համար են սկսում հավատալ։ Ագ քո էջ այդ էս ասացիր մարդկանց մոտ տպավորություն է։ Ես հիմա ֆիքսեցի, որ այո։ Այո, ես միշտ գնում եմ կաֆեում, դու այդքան էլ նույնը չեք։ Չէ, ճիշտ ես ասում։ Նկարները, վիդեոն շատ խմբագրված, սիրուն գույները սարքած եւ այլն։ Քեզ էդ է դուր գալիս, հա։ Գիտես, իրականում ես կամ նենց ապահում եմ միշտ ինձ նենց, ոնց կամ ամենտեղ։ Ես գիտես կյանքում հա, բայց էջը այդքան էլ այդ հաճախորդներով առաջին անգամ գալիս է, որ միշտ ասում է ինչ կոմֆորտն է ձեր հետ, ասում է սենց չենք, նույնիսկ չենք ուզում գանք վախից, մեզ թվում էր դուք սենց ձև տված բան, ես տենց բաներ չեմ ընդունում ու չեմ սիրում, չեմ ընկալում, ես միշտ շատ բաց մարդ եմ, բայց հետաքրքիր է, ես էջը իմ համար էդի ոնց որ ժուրնալ լինի։ Ու ասեմ քեզ մանկուց այդ եկե, որովհետև ես այն ժամանակ բուրդա ժուրնալը որ կար, ես վերցնում եմ իմ նկարչության ալբոմի մեջ կպցնում եմ տակ անունս էի գրում։ Քո Instagram-ներ։ Հա, հիմա Instagram-ն է ու ես չեմ պատկերացնում, ոնց կարելի է Instagram, նու կարող է ուրիշ մարդկանց վրա ընկալեմ։ Ու ուրիշ մարդկանց հումորներն էլ եմ ընկալում, բայց ես ինձ որ նույնիսկ հումորային հաղորդման հրավերում ես չեմ ընկալում, դու ես ինձ հումորով չեմ համարում։ Բայց էջը ես այո, սիրում եմ էսթետիկ։ Իսկ ինչի չի կարելի վարել էջն այնց ոնց ուզում ես։ Ինչի պետք է այս պարտադիր ինչ-որ մի բան գցեմ, որը ուրիշներին դուր է գալի, փնթի կամ թափթփոց, կարող է ուրիշի համար դա լավ կոնտենտ է ու մարդկանց view է բերում։ Ես դա հասկանում եմ, ես ինքս մարքեթինգում շատ եմ խորացած, բայց մեկը որ նկարում եմ, գիտես, պետք է էլի սա սենց նենց անեմ, որ ամեն ինչ էսթետիկ լինի։ Ստուդիայում էլ ինձ ասում են երեխա, ինչ ես գնում հաճախորդի սուրճ հյուրասիրում, այն որ ասում են, մի տեսակ ինչի, բայց ասում չէ, ուզում եմ, որտեվ տեսնում եմ, որ երեխա սիրուն չեն մատուցում, կամ տենում հաճախորդը սուրճը խմա կոնֆետը հերույ է, ես իմ գործը թողեմ, բազեմ բերեմ, որ սենց սիրուն դնեմ, չգիտեմ, դա էությունը սա երևի։ Ոչ թե ինչ որ ուզում եմ ինչ-որ մեկին բանապացուցեմ կամ ես տենց կյանքով եմ ապրում, որ մենակ ռեստորաններում եմ, ոչ։ Ես էլ եմ բոլորին ման մարդ։ Ես էլ ունեմ տխուր օրեր, բայց չեմ սիրում տխուր օրերս ցույց տամ, որ նստում ես սկսում են լացել։ Հա, էդի միջալոց շատ տարածված բան է։ Ես իրականում այնքան եմ լացում, դու գիտես։ Ես այնքան լացելու բաներ եմ ունենում իմ կյանքում, բայց չեմ սիրում մարդկանց։ Ես սիրում եմ մարդիկ մտնեն իմ մեջ, էսթետիկա տեսնեն, թե որ դիզայներից ինչ որ նամակունա ես շատ հակնում հայ դիզայներներ ու անդադ նշում եմ, գիտես։ Ամեն մարդ իր պլատֆորման ունի ու իր մեսեջը ունի։ Իմ մեսեջը իմ էությունն է։ Մարդը պետք է մտնի, տեսնի էսթետիկա եւ ինչ որ եթե կարողանամ լավ բան սովորացնեմ, քանի որ 30 տարվա մեյքափ արտիստի փորձ ունեմ, փորձում եմ անդադ ինչ որ մի հատ ֆիշկա ցույց տամ ու ներկայացնեմ։ Ինչ որ մի բան, լավ բան։ Չեմ համարում դա ինչ որ իմ համար կարևոր, որ ես այդ փնթի վիճակը ցույց տամ։ Բայց մարդիկ կա, որ բնական են այդ ամենը անում ու իրանց վրա շատ սիրուն անկալում, թե իրանք էլ այդ բնականը ցույց տան։ Հիմա երեք Անայիսի հետ ենք։ Ասում է ես ու դու լրիվ հակապատկեր ենք ու ես շատ եմ իրան սիրում, ինքն էլ ինձ։ Ասում եմ ես երբեք չեմ անում էսթետիկ բաներ, դու սա էսթետիկա ես։ Անայսը այնքան արագ է սթորին նկարում ու տեղադրում, որ դու չես հասցնել իմանալ, որ ինքը նկարում է, բայց ինքը արդեն տեղադրել է։ Հա, բայց իր կոնցեպտի մեջ դա շատ սիրուն անկալում, շատ օրգանիկ է, նույնիսկ ես չհասցրեցի ասել մի հատ ֆիլտր դիր խնդրում եմ, որտեվ ես առանց ֆիլտր չեմ դնում Instagram։ Բայց իրականում ես ախր դու ֆանտաստիկ դիմահարդարում ես անում։ Ինչ ֆիլտր։ Հիմա բացի մեզ, ինչու ֆիլտր։ Ես հասկացել եմ, որ այս iPhone-ը
չի փոխանցում իրական մարդու արտաքինը, ոնց կա։ Այդ հասկացել եմ իմ ամենասիրուն հաճախորդներով, որովհետև անում էի մեյքափ ու մարդիկ ունեն իդեալական մաշկ, ոնց որ դու, իդեալական քիթ, ոնց որ դու, իդեալական դիմագծեր, ոնց որ դու, բայց որ նկարում եմ, ես իմ տեսանկյունից եմ ասում, դու կարող ես նկարում ես դուրս գալի, բայց ես որ նկարում եմ, ես հասկանում չի, այն չի, որ հիմա ես տեսնում եմ։ Ու հասկացա, որ ինքը չի կարում փոխանցի։ Ու ես փորձում եմ ինչ որ այդ ֆիլտրներով, ոնց որ բոլորս ենք անում, մի փոքր Չեմ անում։ չէ, image-ը։ Հա։ Դու քո էջում մի արա։ Image-ում արդեն որ պետք է մարդը նենց լինի, որ սիրուն լինի, այսինքն image այլոց ասեմ ֆիլտրը մեյքափը չի սիրունացնում, դա էլ ասեմ։ Մենք օրինակ հիմա ես դասընթաց եմ անում անհատական, պարտադիր սովորացնում եմ եւ մարքեթինգ, ոնց քեզ դրսեւորես, եւ նկարելը, որովհետեւ դա շատ բարձր կուլտուրա է հիմա մեր մասնագիտության մեջ, որ դու կարողանաս քեզ ճիշտ ներկայացնես, պարտադիր է իմանաս այդ ֆիլտր դնելը, որովհետեւ ֆիլտրով մեյքափը չի սիրունացնում։ Ֆիլտրով սիրունացնում է մոդելին։ Այսինքն դու կարող ես ճիշտ լուսավորություն չդնես, քիթը մեծանա, կամ սխալ ռակուրսը լինի, այստեղ երկրորդ բանը ցույց տա այս բանը, Կրկնակզակ։ հա, կրկնակզակը, բայց դա ոչ ճիշտ լուսավորությունից է ու դու ֆիլտրով փորձում ես դրանք վերացնել։ Հասկանում ես, ոչ թե մեյքափը։ Չես կարող դու բանես փնտրի մեյքափ ու այդ ֆիլտրով մեյքափ դնես։ Ես շատ սիրուն վայրում եմ Grohe Center Armenia-ում։ Այստեղ ամեն ինչ Grohe-ի մասին է։ Կարելի է տեսնել, շոշափել, փորձարկել։ Ուրեմն 25 տարի առաջ, այո, 25 տարի առաջ Reginox ընկերությունը դարձավ Grohe-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ցնցուղներ, ծորակներ, լվացարաններ, զուգարանակոնքեր, տարբեր աքսեսուարներ։ Այստեղ է նաև Grohe Spa-ն, միակը Հայաստանում։ Ու ընդհանրապես նման շոուրում տարածաշրջանում չկա։ Grohe Spa ոչ միայն ֆունկցիոնալ տարածք, այլ հանգստանալու, վերալիցքավորվելու վայր, հենց ձեր տանը։ Մերսման էֆեկտով ջուր, ջրի օգտակարություն, լույսեր, երաժշտություն, լավ, այս ինչ է։ Եվ մինչ դուք վայելում եք տանը ձեր սպան, ընտանիքի անդամների համար կարող եք հանգիստ լինել, նրանք կխմեն ֆիլտրված ջուր, իսկ ձեր թեյնիկը կարող եք ինչ-որ մեկին նվիրել, որովհետև դուք դրա կարիքը էլ չունեք, ծորակից գալիս է եռացող ջուր, հանքային էլ կարող եք չգնել, կրկին ծորակից է գալիս։ Իսկ եթե ուզում եք շարունակել զարմացնել ձեր տան անդամներին, վերցրեք այս ցնցուղը, որը ջրի հետ փրփուր է տալիս։ Ու այս ամենը Sayat Nova 37 հասցեում, հետո արդեն ձեր տանը։ Ագ ինչու են այդքան շատ աղջիկներ ուզում դառնալ մեյքափ արտիստ։ Գիտես, մեյքափ արտիստը դա մի հատ աուրա է, ու ասեմ այն ժամանակ, որ ես մեյքափ ասում էի մեյքափ վիզաժիստ եմ, որ մարդիկ տառնակ էին անում, դա չկար։ Մենակ ես եւ մեկ էլ մի հատ ուրիշ մեյքափ արտիստ երկուսով էինք։ Էդ էլ է երևի մեզանից եկե, որ սկսեցինք սիրուն ներկայացնել, ու մարդիկ ես դե աշխատասեր եմ, գիտես, բոլորն են ասում, մրճունի պես, ես գումարը կապ չունի։ Այն որ ես առավոտի ծիրիկուն աշխատում էի, ստեղծում էի ու տեսան ական ավտո քշեց։ Ես առաջին աղջիկներից էի Երևանում, մեքենա առա, ուսող Երևանը խոսում էր։ Ու դու քո քրտինքով աշխատած գումարով իրականում քերիս օգնեց։ Ինչի ես այսքան ժամանակ մտածում դու էի։ Ոչ, դու ճիշտ ես ասում, որովհետև ես քերիս դիմեցի ու բոլորը իրան միշտ դիմում էին մեծ գումարներով, ինքը անվերադարձ տալիս էր։ Իսկ ես քերուս դիմեցի, ասացի ուզում եմ որ էլի ինչի համար եմ ուզել, որ ես անդադ գնամ նկարահանումների գամ ու սա անվճար գիտես, նկարահանումներ, Miss Հայաստան, Miss ուսանողի, ասում եի քերի չեմ հասցնում, որ կարողանամ դա ամեն ինչը արագ հասցնեմ ու քերիս ինձ տվեց այն ժամանակ այդ գումարը, ես գնացի մեքենան ու ես 500 դրամով բոլոր գումարը լրիվ հավաքել եմ, հետ եմ տվել ու ոչ թե տվել եմ դա իրան պետք էր, տվել ենք տոտիկից նույնիսկ են որ ես տվել եմ, որ ես սկան, որ ես դա ինքս եմ արել, ես հետո, որ ես այդ առաջի սալոնից դուրս էի գալիս, այն ժամանակ քերիս ինձ ասեց, արի ես քեզ մի հատ նենց գումարեր, չեմ ուզում բարձրաձայնեմ, ասեց արի այդ գումարը տամ, դու գնա քո համար սալոն բացի, ինքը միշտ ողջունում էր աշխատող մարդկանց, շատ sense խորը sense լուր մարդ է ու ինքը դից ուզելը միշտ վատ է նայում այդ փող ուզելին, բայց ինքը որ տեսնում է աշխատասերս, ինքը սիրում է sense ոգևորի որ ինչ որ բանով միջամտի, որ դու կարողանաս օգնի վերերք բարձրացնի ու ինձ ասեց արի ես քեզ այսքան գումար տամ գնա սալոն բացի ես էլ ասում եմ ու ես ռիսկ չարեցի ասում վայ չի ասում ու մտածում բա որ
չկարողանամ Հա դու աշխատացնել։ զգուշավոր ես։ Հա, Դու զգուշավոր ես ես։ չեմ սիրում ռիսկեր անիմաստ ու չվերցրեցի։ Ու աշխատեցի այնքան ու ասեմ, որ զուգահեռ ինձ այդ ընթացքում նույնիսկ իմ աշակերտները, նույնիսկ մեր բարեկամի աղջիկներից, որ իմ անտակ էին աշխատում, բոլորը սալոն բացեցին, բայց ես չբացեցի, ես բացեցի 15 տարի հետո աշխատելուց, որ արդեն հասկացա, որ ես հավաքել եմ այդ գումարը, ես հասկացա, որ այդ գումարով կարող եմ տարածք առնել, իմ ուզած ռեմոնտ անել, նոր արդեն բացեցի։ Ագե քո պատմությունը այդ առումով այնքան լավ օրինակ է, որովհետև մենք հայերս շատ հաճախ երբ մի գործում հաջողում ենք, միանգամից ուզում ենք մենք մեր բիզնեսի տերը լինենք, բացենք ֆիրմա, բացենք սրճարան եւ այլն, ու այդ մեծ ամբիցիան խանգարում է։ Դու այո, շատ ավելի շուտ կարող էիր ունենալ այդ սրահը, բայց ես հիշում եմ, որ դու երկար աշխատեցիր այստեղ, այնտեղ, մինչև ասենց մի անգամից ինքնուրույն ամուր ոտքերիդ վրա կանգնած բացեցիր այդ սալոնը։ Այսինքն այդ էլ ոչ այդքան հայկական զգուշավորություն է, ասեմ քեզ։ Ես քեզ ասեմ, շատ բաներ վերցրել եմ հրյայից, այդ թիմային գաղափարը ինքն էր միշտ սովորացնում։ Երևի մի քիչ մտածելակերպս իրանցով է փոխվել, որովհետև ինքը միշտ ասում էր, ավելի լավ է լինես թիմում կարևոր անդամ, քան անհատ չկայացած, ու ես հետո եմ հասկացել դրա գաղափարը։ Նայեք, առհասարակ բիզնեսը կոնցեպտ է, ու դու կարող լինես ամենակարևոր մեխանիզմը այդ կոնցեպտի մեջ, ու եթե դու խելոք մնաս քո այդ կոնցեպտի մեջ, ավելի շատ գումար կաշխատես դարերով, որովհետև հաստատ այդ քո վերադասը կտեսնի, կգնահատի ու դու միշտ ավելի կստանաս, ավելի առաջ կգնաս ու դու կլինես քո կոմֆորտ զոնայի մեջ, քան դու առանձնանաս, որովհետև այո, ճիշտ ես ասում, միշտ բոլորին թվում է, որ հեսա առանձնանան դառնալու են քո նման։ Իրականում ասեմ, Իրենս շոու բիզնեսում էլ է։ Չէ, ամեն ոլորտում։ Հաջողված նախագիծ է, երկիչը կամ երկչույն մտածում են, որ ինչու ես լինեմ կոլեկտիվի մեջ, ես պետք է առանձին ու միշտ ասում են ինչի վատ է դա։ Այո, վատ է։ Որովհետև դու պատրաստի կոնցեպտը փչացնում ես, որովհետև ինչ որ ժամանակապետ, որ նորին մենք բերենք ստեղծենք։ Դու թուլանում ես, ինչքան է որ մեկ ասի չէ, անհատով դժվար է առաջ գնալը ինչ առումով։ Երբ դու անհատ ես, դու արդեն գովազդնել, դու ինքդ պետք է անես այդ ժամանակ, որ մեկնում ես վերապատրաստվելու այդ ընթացքում կլիենտդ արդեն կորում է, եթե մնում է ինչ որ մի քանի մաս, չէ, լիքը բաներում արդեն չի կարա լինի նույնը։ Դրա համար տենց լինի, որ ամբողջ աշխարհի մեծամեծերը չեն ստեղծում թիմ ու թիմին լավ նայում։ Իսկ այն խելացի մարդիկ, ովքեր մնում են որպես թիմի անդամ ու իրանք անում են իրանց գործը լավ, համ մեխանիզմը չի փչանում, համ այդ բիզնեսը չի փչանում, համ հարաբերությունը չի փչանում, դրա համար նույնիսկ իմ աղբորը, ասենց ասեմ, այն որ հարազատ իմ մարդկանց, իմ երեխեքին, ասենց ասեմ, ես միշտ խորհուրդ եմ տալի, եթե դու զգում ես, որ դու չես ծնվել բիզնեսի մեջ, որտեղ մարդը ծնվում է տենց։ Երկրագնդում առհասարակ դա ստատիստիկա է, որ ծնվում են 30-ը լիդերներ, 70-ը ֆոլովերներ, հետևորդներ։ Ու դա վատ բան չի լինել հետևորդ, որտեվ դու քո գործը անում ես շատ լավ։ Օրինակ հիմա իմ տղեն կարող է դառնա, չգիտեմ, մի հատ մեծ կորպորացիայի իրավաբան, ուզում է իրավաբան դառնա, բայց դառնա շատ լավ։ Պարտադիր չի, որ ինքը բաց իր կանտորան։ Ինքը արդեն եթե լավ ես, դու լավ վարձատրվում ես, դու արդեն լավ է։ Պարտադիր չի դու առանձնանաս անուն ունենաս։ Դու հենց այդ թիմում կունենաս քո ուրույն տեղը ու քո անունը։ Ուզում ասեմ, որ շատ անգամ պարտադիր չի դու առանձնանաս, եթե դու քո տեղը ունես։ Ագ մեյքափ արտիստ դառնալու այդ ֆենոմենի մեջ նաև ինձ թվում է կա այն, որ մարդկանց թվում է, որ կարելի է արագ հեշտ գումար աշխատել։ Իրականում հիմա այդքան արագ ու հեշտ չի, որովհետև շատ է հագեցած շուկան, հիմա արագ ու հեշտ չի ու ասեմ ավելին, որ եկամտաբեր չի։ Այն ժամանակ եթե կարող էիր մի քանի բան ունենայիր ու դու աշխատեիր, հիմա չես կարող, քանի որ մենք ինտերնետի դարում ենք ապրում, անընդհատ նոր պրոդուկցիաներ ա դուրս գալի, նոր կոսմետիկ պարագաներ ու հաճախորդները բոլորը տեղեկացված են, ու եթե գալիս են քո մոտ, ու տեսնում են դու այդ կոսմետիկան չունես, ու իրանք հարցնում են, իսկ դու սա օգտագործել ես, դու Gucci տոնային քսուկ օգտագործել ես, ու եթե դու դա չունեցած, դու իր համար համարում ես հետամնաց մեյքափ արտիստ։ Ինչեր կան։ Իսկ եթե դու այդ ամենը առնես, դու ի վիճակի չես առնես, որովհետև նայեք, ինչքան բրենդ կա։ Միլիարդավոր ու միլիարդավորն էլ անդադ նոր բան է դուրս գալի։ Այսինքն դու չես կարա ուզենաս առնես այդքանը, արդեն դժվարանում է։ Դու որ առնում ես էլ չես կարա այդքանը սպառես։ Իրական որ ես տեսնում եմ դու աղջիկները ինչ պրոդուկտներ եք օգտագործում, այսինքն այսպես ասեմ, ես ոչ լավ բրենդ չեմ էլ տեսել ես։ Հա, չէ, մեր ստուդիան այդ առումով մենք գիտես ոնց են, այն որ ես շատ թիթիզ եմ այդ առումով, միշտ փորձում եմ ինչքան թիթիզ լավ բաներ կա ու իրանց էլ եմ առնում բերում, որ իրանք էլ ունենան։ Իրանք էլ էդի տեսել են, սովորել են։ Որ ասում են, եկեք այսքան թանկ բաներով աշխատում, որ ամենա տոպ, ամենաթանկ, ամենանոր, որ
Դա բնավորություն է։ Բայց միևնույն է գայթակղի չէ։ Գիտես ոնց որ Բայց եթե դա բիզնես է, պետք է մի քիչ մտածես, որ հետո նեղվում են։ Ասում եմ, սա գումարը գնում է կոսմետիկայի վրա։ Չէ, նկատի ունեմ գայթակղի չէ, երևի make-up artist հիմա լինելը, որովհետև թվում է, որ ոնց որ sense համ աղջկական մասնագիտություն է, համ սիրունության հետ կապ ունի, համ դու քեզ կարող ես լավ make-up անել։ Իսկ քանի product-ով կարելի է make-up անել ամենաքիչը։ 3 կարծում եմ։ Որոնք են։ Տոնայինը, կարմրաներկը, չէ, ինձ թվում է 2։ Տոնային ու կարմրաներկ։ Տոնային ու կարմրաներկը լրիվ բավարար է, որովհետև հիմա օրինակ շատ անգամ կարմրաներկերը, գիտեք, sense կրեմային բանով է։ Նաև որպես շրթներկ ես օգտագործում։ Նաև որպես շրթներկ ես օգտագործում, նաև որպես ստվերաներկ ես օգտագործում, կարես կոնտուրինգ անես, օրինակ ես կարմրաներկով կոնտուրինգ եմ անում։ Ահա։ 2։ Իսկ դու ում ես հետևում, ով է այն make-up artist-ը, որ սիրում ես, հավանում ես իր գործերը։ Ես այն ժամանակ ինքան հետաքրքիր միշտ ասում եմ տենոն կողոնում մոտա գնում վերապատրաստվելու։ Ես միշտ sense մի հատ իդեալ եմ ունենում ու անդադ իրանով ապրում եմ sense ինչ անում եմ իմ համար կարևոր է։ Այն ժամանակ Ջենիֆեր Լոպեսի կլիպերի մեյքափն դե չկար, ինտերնետ կլիպերով էի ողջավորվում։ Գնացի իր մեյքափ արտիստի մոտ, հենց անհատական վերապատրաստվեցի, մոտիկից տեսա, շփվեցի, հիմա իրար հետևում ենք Instagram-ով, ընկերություն ենք անում, հետո բայց պատկերացրու մոլորակը, ժողովուրդ, հասկանում ես տարիներ Բայց դու նայ ոնց եմ իրականացնում ես իմ երազանքը։ Ջենիֆեր Լոպեսի մեյքափներն ես նայում որպես դասագիրք ու հետո դու ընկերանում ես այն մարդու հետ, ով որ դա արել է։ Ինչքան այդ առումով հաճելի է, չէ՞ մոլորակը։ Բայց դա էլ է մարդու տեսակ, որովհետև այդ ժամանակ որ սկսել էի արդեն գումարս հավաքում էի 8 հեռնում էի մեկի մոտ վերապատրաստվելու, մի հատ մեյքափ արտիստ ասել, մի հատ կլի հաճախորդ ասել ինչ հաճելի է, էլի ակոնոն թոթ sense գնում ո վերապատրաստվում sense արի հալավ այդ ինչ ձևա թող մտնի YouTube-ում նայ ուզում ասեմ դա էլ է մարդու տեսակ ես ինձ այդ շփումը այդ մեյքափ արտիստի հետ որ ամբողջ կյանքում իմ կումիրն ա եղել մի տարի ինձ բավարարում է որ ես sense ողջավորված աշխատեմ այ հիմա ով է հիմա ես սիրում եմ Pat McGrain-ին Սևական կինը, ով աշխատում է Louis Vuitton-ի կոսմետիկայի համար, կոսմետիկան արտադրում, ինչու՞։ Որովհետև ինքը միշտ հորինում է։ Ինձ այդ հորինելն է հետաքրքիր։ Ինչ կար, որովհետև այս դարում ինչ պետք է հորինել։ Օրինակ մի քանի տարի առաջ հորինեց այդ ոնց որ Ֆարֆարովի տեխնիկների կերպարը։ Հիշում եք որ այս թափանցիկ փայլում էր sense։ Այն որ ոնց որ ցլաֆան լիներ։ Ապրես, այդ ինքն է հորինել։ Այսինքն այդ հորինել, թե չէ լավ անել ինչ որ մի բան Արդեն հիմա ոչ մեկ չի զարմանա, որովհետև մանավանդ այն մարդիկ, որ նկարիչներ են, իրենց համար հեշտ է։ Ինձ օրինակ հետաքրքիր չի այդ ոլորտը արդեն վաղուց։ Ատեքսում էի անում, սիրուն էր, հավես էր։ Բայց հիմա ես սիրում եմ ընդհանուր կերպար ստեղծել, այսինքն իմ համար մի քիչ ուրիշ բաների վրա է գնացել հետաքրքրությունը, մեկ էլ նոր բանը։ Իմ համար ինքն է նորը։ Թե չէ մնացած որ նայում եմ լիքը մեյքափ արտիստներ միջազգային, օրինակ նայում եմ, անդադ խոսում են, ցույց են տալիս, մեկ է սիրում եմ Հելի Բիբերին, որ անդադ ինչ որ մի հատ թաց նյութակցում, կապ չունի, լավն է, թե վատն է, ես պիտի գնամ առնեմ ու սիրեմ։ Մարքեթինգը լավն է։ Իր մարքեթինգը ես շատ եմ սիրում։ Մենք արդեն այնքան խոսում ենք ու ինձ թվում է 2 օր էլ կարող ենք խոսել, բայց մի քանի հարց կա, ուզում եմ անպայման քննարկենք։ Հայ հաճախորդը ամենաշատը ինչ է ուզում, երբ գալիս է մեյքափի։ Չգիտեմ, աչքերս լինեն տպավորիչ, շուրթերս, իրականում ինչն է շատ բաժանվում է մի քանի կարևոր։ տիպաժի հայ հաճախորդը, լինում է որ սիրում են նյուդ, դա սիրում տարբեր տեսակի ճաշակի մարդ կա, բայց մեր հայ հաճախորդը իրականում շատ բարդ հաճախորդ է, շատ բծախնդիր, իսկ բծախնդրությունը գալիս է հասկանալուց մարդ շատ հասկանում է, որովհետև շատ են օգտվում, արդեն հասկանում են լավ ու վատ ձեռագիրը, նաև կրթող է։ Եթե հասկացող է, ինքը պահանջում է քեզանից։ Եթե պահանջում է, դու քո վրա աշխատում ես։ Եթե չաշխատես, հետ կմնաս։ Այնպես որ ինչ որ պահանջում է, այսինքն հիմա պահանջում են ոչ շատ երևացող, մաքուր, չեմ կարող ասել սիրում են թաց մեյքափ կամ մատ մեյքափ, որովհետև այդ մարդու տեսակից է։ Չի կարա մարդ ունենա խնդիր մաշկի վրա ու ուզի թաց։ Նույնիսկ ծակոտիները դա հատուկ մոտեցում է պահանջում, որովհետև երբեմն թաց մեյքափը ծերա ցույց տալիս, այսինքն դուք ինչ ունեք երևում է։ Պետք է օգտագործեք դիմափոշի, բայց հատուկ տեղեր, որը ճաքերը չընդգծվի։ Դա շատ նոր մոտեցում է, որովհետև չհասկանալով, լսելով, ասում են ինձ թաց մեյքափ,
բայց թաց մեյքափը դա ֆոտոշութին համար է նախատեսված։ Ամենը նկատել եմ, որ թացը մի 2 ժամ հետո նենց հաճախ վատանում է։ 2 ժամ պետք չի, եթե մաշկը մի փոքր կամ կոմբինացված է կամ յուղոտ, ընդամենը 15 րոպեում դառնում է այդ մարդը փնթի, որովհետև ստվերաներկը եւ իր բնական արտադած յուղը եւ այտերի կարմրաներկը ձուլվում են միասին ու ոչ մի տղամարդ չի ուզում այդ աղջկա երեսին նայել, որտեղ արդեն ճաշ է։ Այդ ժամանակ պետքա ավելի մատվիացնեն, բայց էֆեկտը լինի ոչ շատ չորացրած, տարբեր է։ Բայց ասեմ, մեր հայ հաճախորդը մեզ շատ է կրթել ու մեզանից պահանջելով մեզ շատ է բարձրացրել ու մենք ամբողջ աշխարհում հիմա ունենք մեր ուրույն տեղը, որպես հայ մեյքափ արտիստները ունեն ուրույն կշիռ ամբողջ աշխարհում։ Դրա համար, հայերը, մեկ է Լիբանանի արաբները, չեմ ասում ամբողջ աշխարհի արաբները, որովհետև իրանց մոտ էլ է շատ արագ զարգացող է beauty ինդուստրիան, դրա համար ընդեղի մեյքափ արտիստներն են համարվում շատ այնց լավ մեյքափ արտիստներ։ Մեկ էլ հաճախ նկատում եմ, որ մարդիկ նկարներով են, գալիս նկարներ են ցույց տալիս, այսպիսի մազեր եմ ուզում, այսպիսի մեյքափ եմ ուզում, այդ չի խանգարում, թե օգնում է։ Իրականում օգնում է, ինձ օգնում է, որովհետև եթե հաճախորդը առաջին անգամ է, գիտես, դու գուշակ չես իմանաս ինքը ինչ կսիրի։ Ու եղել է պատմություններ, որ մարդը գնացել է, ասել է՝ «Ոյ չհավանեցի»։ Իրականում չհավանելը եւ հավանելը դա նորմալ է, որովհետև նկար ցույց չի տվել, դե մի բան արեք էլի։ Դու կարող ես տեսնում ես իրան ավելի նուրբի մեջ, բայց մարդը ավելի իրան արտահայտիչ է պատկերացնում։ Դրա համար ուղղորդելը դա շատ կարևոր է։ Այդ արդեն քո պրոֆեսիոնալիզմն է, որ դու ասես, գիտեք, այս մասը ձեզ չի սազում, բայց ինձ թվում է ուղղորդելը ճիշտ է։ Մեկ էլ շատ կարևոր է, կարծում եմ, նույն մասնագետին երկրորդ, երրորդ շանսը տալ, որովհետև ցանկացած մասնագետ առաջին անգամ չի կարող այնքան լավ անել քո մազերը, քո մեյքափը, ինչպես դա կանի մի քանի անգամ իրար հետ աշխատելուց հետո։ Ցանկացած մասնագետի։ Նայ, եթե մարդը պրոֆեսիոնալ է, օրինակ, եթե դու չհավանեցիր, իսկն կարաս սև էկրանը չհավանես, դա չի նշանակում, որ վատ է։ Եթե դու ուզում ես էլի գնաս, ինչ որ մի բան դուրը տեկել է կամ թեկուզ սալոնը կամ այդ աղջկա աուրան, կարծում եմ իմ համար աուրան շատ կարևոր է, որովհետև դու ժամ ու կես կամ մի ժամ տրամադրում ես մի մարդու, ով քո վրա աշխատում է, որը քեզ ամբողջ օրը պետք է այդ աուրան ուղեկցի։ Ես օրինակ շատ մեծ տեղ եմ տալիս մարդու աուրային։ Ինձ այդ մեյքափը կարա մի հատ այս կոմենի, բայց այդ մարդը եթե ինձ դուր չեկավ, չեմ գնա երբևիցե։ Այնպես որ այո, ով ուզում անի, կարելի է երկրորդ շանսը տալ, որովհետև կատեգորիկ, որ վայ չեմ հավանում կամ հավանում եմ, այդ մի քիչ այդքան էլ ճիշտ չի։ Գիտես, ես շատ ուզում եմ այսօր նաև խոսենք մամայիդ մասին, երեխեքի, տատիկի, շատ թեմաներ ունեի, որ ուզում էի խոսենք, բայց արդեն էլ չենք հասցնում։ Ուղղակի արի այս պահին ֆիքսենք, որ այ քո աղջիկների աուրան, ես քեզ հաճախ դա ասում եմ, ոնց ես դու գտել, ոնց է դասավորվել այդպես, շատ լավն է։ Իրանք դրական են ու շատ կարևոր է, որ մարդու ներսում չկա թարախ։ Քո աղջիկները թարախ չունեն։ Այդ նենց հաճելի է։ Իրենք բոլորը դրական են։ Այդ ծանրությունը, այդ լարվածությունը չկա, ինչի շնորհիվ էլ ինձ թվում է, ինձ հաճույքով ենք գալիս քո մոտ։ Հենց որ ապրես, որ ստեղծել ես դա, ու ես ուզում եմ, որ քո տեսակը լինի վարակիչ, որովհետև դու ինքնուրույն քեզ ստեղծած մարդ ես։ Դու զրոյից հասել ես նրան, որ դու շատ մարդկանց կյանք ես փոխում, դու փոխում ես քո հարազատների կյանքը, դու շատ քո աշխատակիցների կյանքն ես փոխում, ու այ հենց դու թող լինես օրինակ։ Հիմա այնքան տարբեր օրինակներ կան մի շաբաթում հայտնի դառնալու, չգիտեմ, կասկածելի ինչ որ օրինակներ կան ու կաս դու, որ ժամը 6-ից տարիների վեր արթնացել ես, քո առողջության հաշվին, ժպիտով, հիմա էլ եմ օրտնանում, ու սիրով, ու ժպիտով ստեղծել ես ու շնորհակալություն եմ ասում ու ցույց եմ տալիս, որ ես շնորհակալ եմ, որ ընտրում են ինձ ու գալիս են մեզ մոտ։ Ոչ թե ես այդքան լավն եմ, դրա համար գալիս են։ Այո, բնականաբար լավն ես, որ քեզ ընտրում են։ Իմ միջայլոց ասեմ, որ մենք միակ ստուդիաներից ենք նույնիսկ Ամերիկայում, որ դու կարող ես այո ժամը 5-ին էլ գրանցվես երեկոյան դիմահարդարում ու գաս անես երեկոյան դիմահարդարում, որովհետև այդ հարցը այնքան ինձ տվեցին, ես չգիտեմ որ տենց բան կա։ Ի՞նչ է դա։ Որ եթե հարց չես, առավոտյան ժամ քեզ չեն գրում։ Ինչու՞։ Չգիտեմ։ Մեր ստուդիայում չկա տենց բան, ծառայություն։ Մեզ մոտ, այսինքն մենք հարցնում ենք, մենք չենք ասում դու հարց ես թե երեկոյան, մենք ասում ենք ինչ մեյքափ եք ուզում։ Օրինակ քավրակին կար ասեց ես ուզում եմ հարսի նման կայուն, որովհետև ուրիշ նյութեր եմ օգտագործում դեկոլտես մշակում։
Մենք միակ ստուդիաներից ենք, չգիտեմ, երևի էլի կա ստուդիաներ, բայց այդ հարցը որ տվել են, զարմացել եմ, ես չգիտեմ, որ նման բան կա։ Ես այն օրը առավոտյան 9:20 թե երբ էր ձեր մոտ էի, որը իմ համար մեյքափի համար շուտ ժամ էր, ու ես եկա, ասենց դե ակտիվ սալոն է բան, չոր ասեցի երեխեք այսօր երբ քանիսից եք, ու ասեցին 6:30, ինչ որ սենց մի բան ասեցին։ Ուզում եմ հենց դրանով էլ ավարտենք մեր զրույցը, խմենք աշխատասեր հայ կանանց կենացը, որովհետև օրինակ հենց քո սալոնը շատ լավ մինի օրգանիզմ է ցույց տալու ինչպիսին է հայ կինը։ Բոլոր այդ աղջիկները կամ մեծ մասը ունեն երեխեք, ունեն ամուսին։ Մի ձև դասավորում են այդ ամեն ինչը ու իրանք 6:30 գալիս են, սպասարկում են եւ գումար են աշխատում։ Եկեք էդ էլ չմոռանանք։ Այ այդպիսին է հայ կինը։ Ապրեն բոլորը։ Մեր հայ կինը ֆենոմեն է։ Ագապրես որ եկար։ Սարև ջան։ Հիմա անհամբեր սպասելու եմ նոյեմբերին, երբ ես գալու, հաջորդ անգամ։ Ապրես։ Ես կարոտած գնում եմ արդեն։